Բարի օր սիրելի երեստաթիդող, այսօր ես և Նուշան պատրաստելու ենք ձեր համար շատ սպասված բաղադրատոմս, որը ցեթով դոլման է, այսինքն սուտ դոլման, փրնցով և նրան դոշապով։ Նուշա, ողջունում եմ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ այստեղ ես և իրար հետ այսօր պատրաստելու ենք։ Գիտեմ, որ դու էլ ես պատրաստում և տեսել եմ քո էջի մեջ, քանի որ դու էլ ընդհանրապես ասկային և հայկական ուտելիքները գրեթե գիտես, շատ ուրախ եմ։ Ու այսօր մի քիչ ուրիշ կարելի բզդիկ նորություններ կլինի քո համար եւ հետաքրքիր, իրար հետ կպատրաստենք ու կզրուցենք։ Մի բաժակ գլոր փրինց, խաղողի տերևներ, մոտավոր 200-ից 300 գրամ, մի հատ լոլիկ, մի հատ կարմիր բղբեղ, մի հատ կանաչ բղբեղ, 2 հատ կիտրոն, մի հատ մեծ սպիտակ սոխ եւ մի քիչ ազատկեղ կամ մաղդանոց։ Մի քանի հատ քանքուր 1000 զարդարելու համար եւ մի հատ կազար։ 2 ճաշի գտալ լոլիկի մածուկ, 1 ճաշի գտալ բղբեղի մածուկ։ Կես բաժակ նրան հատիկներ զարդարելու համար։ 3-ից 4 ճաշի գտալ նրան դոշապ։ Մի թեյի գտալ սուրճ։ Համեմունքներից օգտագործելու ենք չոր անանուխ, կարմիր գծու բղբեղ, պապրիկա, աղ, սև բղբեղ եւ ցիտապրիցետ։ Դոլմաները եփելու համար մեզ պետք է ջուր։ Դե իմ սիրելիներս, հիմա արդեն գամած մեր բարտականությունները կիսվում են։ Ստեղ ունենք բղբեղ, լոլիկ եւ այլն եւ սոխ պետքա գտրատենք։ Հիմա հստեղ մենք կշարենք ու մենք կսկսենք։ Որն ես ուզում առաջ գտրատել։ Մինչ այդ մենք սկսում ենք մեր գործողությունը, մի քիչ է պատմենք ինչ ենք անում։ Ստեղ ունենք կարմիր եւ կանաչ բղբեղ, սոխ եւ կարմիր լոլիկ։ Գտրատելու ենք շատ մանր ու հետո արդեն լիցքի համար պատրաստելու ենք։ Բայց ամենակարևորը, որ այս ամեն ինչը գտրատենք մանր, հավաքենք մի կողմ ու հետո կամած միջուկը հավաքենք։ Մանր կտրատեմ։ Այո, շատ մանր։ Կարող ենք այսպես սոխերն էլ գտրատել։ Մենք մեկ տախտակ ենք օգտագործում, որ մի կողմից զրուցենք, մի կողմից արդեն պատրաստենք։ Նուշ, որն է սիրում ավելի մսով դոլման, ոչ թե ցեթով դոլման։ Եվի ցեթով դոլման։ Հա։ Շատ եմ սիրում ու հաճախ եմ պատրաստում։ Մեր տանն էլ շատ սիրված է։ Շատ հաճախ եմ պատրաստում, երեխաներս էլ են շատ սիրում։ Չնայած օրինակ Հայաստանում ես գիտեմ, որ միս շատ ենք սիրում, մտածում եմ, բայց իրականում ես օրինակ իմ ռեստորանից գիտեմ, ինքը նորեն top 10 կամ top 10 ծախված ուտեստներից է սուտ դոլման, ցեթով դոլման, որովհետև շատ են սիրում այստեղ ու համը իրանց դուր է գալիս այդ թթվաշությունը։ Կարող է իմանայի, մտածեի, որ օրինակ չէ մսով չէ, կարող է չսերեմ, բայց շատ է սիրված։ Փոքրուց սովորեմ սուտ դոլմայի համերին, շատ վաղուց ենք պատրաստում, տատիկիցս է եկել, մայրիկս էլ եմ հաճախ պատրաստել, բայց քանի որ մեծացել ենք նորեկների թաղամասում, այդպես հաճախ ենք պատրաստել։ Իսկ որտեղից են իրանք։ Այսինքն Երևանցի են։ Տատիկս, այո։ Բայց որ մեծացել ենք նորեկների թաղամասում, այնտեղ հաճախ ենք պատրաստում։ Ահա, ես սոխերը կտրատեցի արդեն, Նուշան կանաչ բղբեղը կտրատեց, հիմա կարմիրը կտրատեց, էլ լոլիկը։ Ասեմ, որ սրա սոխը շատ պետք է լինի, որովհետև ինքը համա տալիս։ Ես էլ եմ սիրում առատ սոխով։ Որովհետև որ միշտ չի գա, համեմունքներով, կանաչիով, տեղին պետք է լինի։ Ուրեմն անանք, սկիզբեն անում է իսկ հիմա, որ այս հայկական ուտելիքները անում եք դունը, ավելի հայկական ես անում, ոչ թե ամեն տեսակ ես պատրաստում։ Հայկական, հա, երեխաները շատ են սիրում հայկական խոհանոցը։ Ամենաշատին չեն սիրում։ Ինչ պատրաստում եմ, մենակ տեղական լինի ուտում։ Ես մտածում եմ դու արդեն համով ես պատրաստում, հետաքրքիր։ Դուրսը չեն կարողանում սնվել։ Դե ինձ սիրելիներս, մենք ամեն ինչ կտրատել ենք, հիմա գարքի եկավ փրինցին, դե իհարկե մենք Մարանիկի փրինցն ենք օգտագործում, գլոր փրինցը, պետք է մի բաժակ հանեմ, լվանամ եւ արդեն կամած միջուկը հավաքենք։ Բրինձը մաքրել եմ, լվացել եմ, չնայած Մարանիկի բրինձը մաքրելու կարիք չունի, ինքը շատ
որակով է։ Ընդհանրապես հատիկ եղենը մառանիկի շատ որակով է եւ մաքրելու կարիք չունի։ Այո, ես էլ եմ ուրախանում, որովհետեւ մեկ-մեկ լինում է, որ ուրիշ բրենդներ ես կամ ուրիշ ֆիրմաներ ես օգտագործում, շատ ես լվանում, մաքրում կամ ինչ-որ բաներ։ Մեջը բան է լինում, մառանիկը հատիկ առ հատիկ։ Իրենք արդեն ասում են հատիկ առ հատիկ, մառանիկ հագախնիկ։ Դե ինչ գնացինք, ստեղ արդեն մենք բերում ենք մեր մեծ ափսեն ու կամած միջուկը ավելացնենք։ Ստեղ ունենք փրինցը մաքրած, լվացած, կարող ենք ավելացնել։ Հիմա մեկ-մեկ ավելացնենք։ Ուրեմն ավելացնում ենք բաղբեղները, լոլիկը, սոխը, փրինցը։ Ահա, հիմա մնաց լիմոնները քամենք ու արդեն շարունակենք։ Այստեղ ունենք սուրճը։ Ես քամեմ։ Okay, կուզես ես ուտում, որ իրար օգնենք։ Դենցա չէ, ասում են, որ իրար օգնելով են պատրաստում, սենց ավելի համեղ ստացվում, ավելի սեր է տրվում, փոխանակ 1 հոգի սեր, 2 հոգի սեր։ Շատ վաղ եմ ամուսնացել, 18 տարեկանում, բայց ամեն ինչ իմացած։ Այո։ Դե երևա գա է 18-ի եւ ամեն ինչ իմացած հիմա։ Որովհետեւ շատ վաղուց եմ սիրել խոհանոցը, հա։ Միշտ մասնակցել եմ ուտելիքներ պատրաստել, թե հարևաններով հավաքվում էինք, պատրաստում էինք։ Ամեն մեկից մի քիչ, մայրիկիցս, տատիկիցս, հարևաններից։ Ես էլ եմ դենց, որով օրինակ մեր ընտանիքում ամեն ինչ ամեն մարդ պատրաստում էր, բայց գար մասնակցած բաներ, specialty, որ ասում են, այդ ինչ անցը մասնավորապես այս ինչ ուտելիքը ավելորդ համով էր պատրաստում։ Մեր տանը որ գալիս են, ասում են ձեր քո պատրաստած ամենահամով բանը, շլիքով տանը։ Հա, շատ են սիրում, մեկ է փախլավան։ Չնայած մնացած բաներն մտածում եմ դու բան ես, փախլավայի queen, տակուհի, քանի որ որանում ես օրինակ սենց տեղին դրատել, անելը, ոնց որ ես ցերակորդ եմ նայում եմ։ Ես էլ օքեյ։ Խմորներ պատրաստելուց ես ինքս եմ խմորը պատրաստում ֆիլոն։ Դե ասում են մաստեր։ Օրինակ ամեն մարդ չէ որ from scratch 0-ից է պատրաստում։ Դու խմորն ես պատրաստում։ Ես ինքս եմ պատրաստում, սիրում եմ խմորի հետ աշխատել, ոնց որ էներգիա եմ տալիս, խմորն է ինձ էներգիա տալիս։ Դե մարդիկ շատ մարդ կա ասում է ես խմորի հետ չունեմ։ Չէ, ես շատ եմ սիրում, հետո որ էներգիա եմ տալիս խմորին, խմորն է ինձ էներգիա փոխանցում։ Բայց ես որպես համեղ է ստացվում։ Բայց ես մտածում եմ դու ինչ անես համով է ստացվում։ Տղայիս առաջին ինքն է համտեսում, գայսա խոհանոց սկսում փորձելը։ Ճիշտ է խանգարում է, բայց ամենանկեղծ կարծիքը տղաս ասում։ Եթե համով չէ, գասի օրինակ համով չէ կամ աղեքի չէ կամ ինչ որ է։ Ամենառավոտ է շնորհակալություն է հայտնում։ Ես լանչբոքսեր եմ անում ամեն առավոտ։ Այս համար է որ դնում եմ, աշխատանքի համար որ տանում եմ, շնորհակալություն հայտնում, հետո աշխատանքի վայրից ես անում, մամ շատ համով էր ապրել։ Ես սիրում եմ այդ երեխեքը, որ գնահատում են եւ արժևորում են իրենց ծնողների արածը։ Իրականում էդի շատ կարևոր է։ Լիմոնի հետն ենք ավելացնելու։ Լոլիկի մածուկը դու ավելացրու, ես էլ բողբերի մածուկը կավելացնեմ։ Կարաս մեն թքալու երևի։ Որի դոշապը։ Հիմա թակավորը, սուրճը։ Օրինակ իմ համար շատ նորություն էր, հա, սուրճ։ Ավելացնում։ Տոլմայի մեջ։ Ինքը հատուկ դենց սմոքի, բանի համար տալիս է ձխեցրածի համար տալիս ու բալանսավորում է թթվաշությունը ու կաղտրությունը սուրճը։ Հիմա արդեն մարանիկի փոլոր համեմունքներով բերում ենք ստեղ։ Անանուխը միթեի կտալ մոտավոր։ Աղասև բողբեղը դու աչքի չափով տիր եւ որ կարդամ։ Ես մի քիչ աղի եմ սիրում դու։ Դե ես միջակ, տենց անլի չէ, բայց աղը դեղին։
Հետո ցետով դոլման օրինակ ինքը քաշում է իր մեջ, այսինքն լավ աղ պետք ունի։ Բղբեղները Հիմա խառնում ենք։ Հոտ արդեն անուշ։ Անուշա չէ։ Լավ խառնենք, հետո արդեն ջուր պետք է ավելացնենք։ Ձիթայող։ Կուզես ավելացրու ցիտայողը, հետո ես արդեն ջուրը կավելացնեմ մի քիչ։ Շատ լավ է։ Վրան էլ ես ավելացնում, ցիտայող անպայման վրան էլ եմ ավելացնում։ Դե հա, որ փայլը տեսքը տեղը լինի։ Դե ինչ, դեղափոխում ենք։ Ստեղ մի քիչ գազօջախին։ Ու արդեն մի քիչ արդեն տապակելու կսկսի, ջուրը կավելացնենք ու կթողենք մի մոտավոր 20 րոպե եփի։ Այսինքն դենց ենք անելու, որ փանը, փրինցը կիսայեպ կամ գես եփել են մի քիչ ավել եփած լինի, որովհետեւ հետո հանկիստ եփի։ Ահա։ Մեր միջուկին արդեն մի քիչ ավելացնում ենք ջուր։ Մենք միջև միջուկը մի քիչ եփվի, ըստեղ ազատ քեղ ունենք կամ մաղադանոց, պետքա կտրատենք, ամենավերջում երբ որ ինքը պատրաստ լինի, կարող վերջում ավելացնենք ու հետո արդեն պատատենք։ Իսկ գազարը ես սիրում եմ թնել ամենաներկևում, որպեսզի երբ որ եփի այդ հյութերը բոլորը քաշի իր մեջ, ու երբ որ միտք մատուցեմ, մի քիչ այդ գազարները թնեմ։ Որն ես ուզում անել, ասա։ Գազարը կանեմ։ Համեցեք։ Մաքրել պետք է։ Չէ, սիրում եմ դենց գլոր կտրատել ու ինքը մի քիչ այդ գեղևը մնա։ Այսպես կտրատում եմ։ Կարող ենք այստեղ դնել։ Այս էլ է պատրաստ, ինչ անուշ հոդեր են։ Շատ Դե ինչ սիրելիներս, արդեն մեր միջուկը պատրաստ է, մենք մեր դերևներն ենք պատրաստելու, հայկական ցևով սենց ամենը դերևը կշարենք, մեկ կտնենք։ Մենք մեր դերևներն ենք պատրաստում, դե իհարկե ովքեր որ չի գիտեն հիշացնենք, որ այստեղի մասերը կտրատում ենք ու հանում ենք, կարող եք մի թեթև եղունգի մասով անել կամ թանակով, ու հետո այս մի կողմը փայլուն է, մի կողմը մաթ է, թողնում ենք փայլունը դուրսի մասում։ Ոնց դասընթաց կստացվեց բանի։ Եկավ մեր ամենասիրած բահը։ Բարակ եմ պատասխան։ Եկեչ։ Կողքերից փակում ենք ու արդեն գնում ենք առաջ։ Նոր բարակ է սով։ Ես մի թեթև սուտ դոլման գսիրեմ ավելի հաստ։ Հաստ։ Ես մի փոքր բարակ եմ անում, եթե պետք է հաստ անեմ։ Նայր միսովը հաստ ենք անում, բարակ ենք անում, բայց փանովը սենց անում։ Հա, ես հակառակն եմ անում։ Հա։ Միսովն եմ հաստ անում։ Որ միշտ չգա մեջ ուզում ես համոզես մարդուն, մի քիչ ավելի շատ լինի միջուկը։ Կարաս հաստ անես։ Լավ։ Հաջորդը հասկանում։ Բաբա այդ չէ, ցույց չենք տա մենք։ Ինքը նայելու եթերը անհամբեր սպասում է։ Եվ այսպիսով մեր հայկական ավանդական մշակույթը շարունակում ենք ու պատահում ենք ձեր համար ցետով դոլմա։ Այսինքն առանց միսի։ Կարող եք պատրաստել Բաքվի շրջանում եւ առհասարակ։ Դե ինչ, հիմա մեկ հատ լվանք, դասավորենք ստեղ, որպեսզի բերենք կացան եւ շարենք։ Ես արդեն հատակում շարում եմ մեր ստեբղիները կամ կազարները կարող ենք ասել, որպեսզի վրան ավելացնենք մեր սուտ դոլմաները։ Այսպես։ Մեկ-մեկ լինում է, որ արիցներին անպայման պատրաստում են այսպիսի ուտելիքներ, դե իրականում գաղանթին կամ ամանորը գերեւի
անպայման լինում է մեր օրինակ սեղանի վրա սուտ դոլմա կամ ցետով դոլմա։ Դուք տնում եք, ոչ թե միան միսովն եք սիրում տնել։ Չէ, պատրաստում եմ, բայց մենք ենք ուտ։ Հա։ Հյուրասիրում ենք մսովը։ Մենք մեզ հետո որ չասեն առանց միսի են հյուրասիրում։ Մենք կարող ենք արդեն տնել եփելու։ Հիմա մի քիչ հյութը կավելացնենք իրա վրա ու արդեն կսկսենք եփելու։ Մենք հիմա ուզում ենք մի հատ այստեղ հավաքել մաքրել, իհարկե սավայով, փայլեցնենք ու հետ վերադառնանք, որպեսզի եփենք մեր սարմաները կամ դոլմաները։ Մաքուր խոհանոցում։ Հա, մաքուր։ Միշտ սիրում եմ, ինչքան անում եմ, պետք է ամեն ինչը լավ մաքուր հավաքված լինի, մաքուր լինի։ Ահա։ Դե ինձ սիրելիներս, այստեղ մենք այս մեր հյութը պատրաստում ենք, որպեսզի եփենք մեր ցեթով սարման կամ դոլման, ոնց կուզեք։ Մի քիչ ավելացում եմ աղ, լիմոնի հյութ, ցիտավտղից հետ։ Խառնում եմ։ Ու հիմա արդեն կավելացնենք։ Մեկ-մեկ լինում է որ նուրի դոշաբել ավելացում եմ թուրսը, նայած, բայց քանի որ ինքը մեկ-մեկ լինում է որ թուրս է դալիս, դրա համար սպասում եմ մի հատ այսպես քա, հետո կարող եք ավելացնել, այսինքն նրան դոշաբը։ Վերջում։ Էսի պատրաստ է, կարող ենք ավելացնել ու փակել ափսեով։ Ավելացնեմ։ Ավելացրու։ Ավելացրեցի։ Մի հատ էլ սենց տնենք ծանրություն ու փակենք, որ եփի։ Նուշ, քանի որ մենք քիչ ժամանակ կուզե սարման դոլման պատրաստվել, մենք համով հիմա մի հատ սուրճ կանենք, գվայելենք մեր այս ռոբեները, իհարկե համովություններ ունենք ստեղ։ Smile Sweet-ից կարող ենք վայելել եւ տեսնում եմ, որ շատ թարմ է եւ շատ համեղ է եւ շատ դնական ձևով է պատրաստված, so հանկիստ կվայելենք։ Շատ լավ, քանի որ ես սիրում եմ սուրճ։ So սուրճը դել ինչքան համով թարմ եւ Կապսիկներով։ կապսիկներ լինի, կվայելենք։ Դե ինձ սիրելիներս, մենք արդեն անհամբեր ենք մատուցելու մեր ցետով սարման կամ դոլման, ոնց կուզեք ասել։ Այստեղ գա զարդարանքի ապրանքները։ Նուշ, երևի ես լիմոնը կտրատեմ, դու սրանք արդեն դասավորես։ Հիմա ցեվավորեմ։ Լիմոնները բարակ եմ կտրատում, սենց շերտեր կլոր։ Եվ այսպես մի հատ ճեղքում եմ ու հետո այսպես եմ անում։ Հոտը անուշ եկավ լիմոնի եւ տոլմայի եւ լիմոնի։ Դեր մենք չենք համտեսած, բա որ ուտենք։ Այս լիմոնները սենց անուշիկ կտնենք։ Մեր սարմաները կամ դոլմաներն այսպես կտնենք եւ արդեն լիմոնը երևի այդտեղ։ Տնեմ, չնա առաջ։ Բեր, այդ դոլմանները դասավորենք։ Հոտ անուշ գալիս է։ Փայլը տեղը։ Ոնց ենք համտեսելու։ Ես սովածած եմ։ Ովքեր որ այս պաղադրատոմսը տեսան, անպայման վստահ եմ կպատրաստեն, իսկ ովքեր որ գիտեն, կնայեն, եթե ինչ որ պաղադրատոմսի տարբերություն կա, մեզ անպայման գրեք, դուք ոնց եք պատրաստում, ոնց եք նախընտրում պատրաստել։ Մենք էլ արդեն կտեսնենք ձեր մեկնաբանությունները եւ կուրախանանք։ Արդեն օքեյ ենք։ Մի հատ այս կողմ, մի հատ այդ կողմ լիմոն տնենք։ Այսպես երևի։ Մի հատ էլ հիմա նուրերը։ Դոլար։ Եվ այսօրվա մեր սուտ դոլման կամ ցետով դոլման պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարև խոժակ։ Հասել ենք այդ պահը, որ պետքա փորձենք։ Սա նայում են, որ սպասեն այս մոմենտը, կամ այս պահը։ Cheers։ Շատ համով։ Թեթվաշությունը, գաղսրությունը, աղը։ Լավ եփված համատեղը։ Այդ հանկիստ երկար եփելը դրա համար է։ Իրականում օրենքով պետք է 2-ից 3 ժամ շատ ցածր կրակով եփի, բայց եթե ժամանակ չունեք, կարող եք ավելի կարճ ժամանակով եփել, օրինակ թուն քանի ժամ ենք եփես։
Ես տանը քանի որ շատ չափաբաժնով եմ պատրաստում, երևի 3 ժամ։ 3 ժամ, հա։ Մարմատ կրակով։ Այո, շատ ցածր կրակով պետք է որպեսզի այսպես հալվայի պես սուտորմաներ ունենանք։ Ես կանաչիները շատ եմ ավելացնում, ամեն մեկից 2 կապ, համեմ, մաղադանոց, սամիտ, կանաչ սող, հետաքրքիր է թարմանանուխ։ Ես կանաչիները այնքան չէ, որով մեր ավանդական ձևով ինքը այնտեղ ազատ գեղը միշտ մաղդանոցն են դուրում, բայց հետաքրքիր է։ Ուզում եմ եւ հիշացնել, որ ինքը միշտ բաղ ուտեստ է, այսինքն տաք ուտեստ չէ, իսկ եթե ուզում ենք օրինակ կողքին ինչ որ ուտելիքներ լինի, միշտ հիշացում եմ մեր հետևորդներին կամ հերոստատիտողներին, որ կարող են օրինակ, եթե հավով բան պետքա պատրաստեն, զանգեզուրի հավով պատրաստեն, որովհետեւ շատ դնական, բնական, մաքուր հավեր են։ Մենք նաև ես պատրաստում եմ ստեղ եւ գիտեմ, այսինքն Ես էլ եմ պատրաստել, շատ լավ։ Կոհես եղել։ Այո։ Որակը շատ լավն է ու ես միշտ ուրախությամբ եմ պատրաստում եւ էդի քեզ հանգստություն է տալիս որ քո դանը պատրաստես քո երեխաներին, որովհետեւ որակը շատ լավ է։ Իսկ իրենք ունեն խանութ Բայրուշ Սևակ 92 եղել եմ խանութի բացմանը 92 դրոպ կամ կոդորակ 6 կարող եք գնալ ընդեղից էլ վերցնել կամ զանգել ուղակի եւ կարակեն։ Այս համովությունը վայելեցինք, մի հատ էլ համով ճուր նուշային, որովհետեւ ծարավացել էր, ես խմեցի արդեն։ Անուշ։ Դե իհարկե մենք սիլի ճուրերն ենք խմում միան։ Անուշ։ Դե ինձ սիրելիներս, հիմա մենք ունենք նուշային սուրպրայզ կամ անագնգալ։ Նուշ, քեզի մեր գործընկերները մի քանի նվերներ պատրաստել են, այստեղ ունենք սիլից եւ մազայից համովություններ, խմելիքներ, երևի ծանոթ կլինեն արդեն քեզի։ Այստեղ ունենք Smile Sweet-ից համովություններ, շատ տնական պատրաստված եւ գիտեմ որ դու շատ համով կաղցր ես պատրաստում, հույսով եմ կհավանես եւ մեզ կասես քո կարծիքը։ Այստեղ մարանիկը քեզ շատ ծանոթ եւ շատ սիրելի։ Շատ սիրելի, շատ հոգեհարազատ ապրանքներ են, մի քանի հատ համեմունքներ եւ ծավարեղենի տեսակ նվիրում ենք եւ անշուշտ իհարկե սավան, որ առանց իրեն չենք կարող մեր խոհանոցը մաքուր բահել։ Մի քանի նվերներ քեզ, փոքր, մեզանից։ Շնորհակալ եմ։ Շատ ուրախ ենք, որ ստեղ եմ ուրախ ու հուսով եմ նորից կհանդիպենք։ Շատ ապրես։